Բարեսիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Այսօր եթերը սենց քարտեզի վրա պահելով կանեմ, ոնց տեսնում եք մեր տարածաշրջանն է, որտեղ երևում է Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը և մեր Հայաստանը։ Ինչի համար եմ այս հատվածի վրա պահելով այսօր եթերն անում, գիտեք, որ այս վերջի վիդեոներում մի քանի անգամ շեշտել եմ, որ Ամերիկա-Իրան պատերազմը անխուսափելի է ու հատկապես եթե ուշադիր եղել եք, տարբեր վիդեոներում ասել եմ, որ այս հատվածը Իրանի մի երազի մեջ տեսել էի, որ ամբողջությամբ Ամերիկան գրավել էր, այսինքն սահման ամբողջությամբ, որը Հայաստանի հետ է, Ադրբեջանի հետ է, այս հատվածը ու պահում էր իր վերահսկողության տակ ու հետագայում միացրեց Հայաստանին, որը և մեծ հայքի սահմաններով Հայաստանի այդ ներքևի մասն է։ Ուրեմն տեսեք հիմա շատ նուրբ բանի մասին եմ ուզում ասեմ, մի մարտահրավերի, որը Հայաստանի գլխին կախված է, որը գուցե և շատերը ուշադրություն չեն դարձնում սրա վրա, բայց ես ուզում եմ այս մասին հիմա խոսեմ, կենտրոնացնելով բոլորի ուշադրությունը սրա վրա։ Բոլորս գիտենք, որ շատ մեծ ցանկություն կա Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից Սյունիքի միջանցքը ստեղծելու ու Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են միանան իրար ու այդ միջանցքը վերահսկելով արդեն հասկանում ենք, որ Հայաստանին կտրում են Իրանից, որը և Հայաստանի կործանումն է։ Հստակ սա բոլորս պատկերացնում ենք ու հասկանում ենք Սյունիքի կարևորությունը, հասկանում ենք, որ սա մի նոր սարդարապատ է, որ Հայաստանին սպասվում է, եթե հանկարծ լինի ռազմական գործողություններ ու հարձակում Սյունիքի վրա։ Ուրեմն հիմա այն մասին, որ Իրան-Ամերիկա պատերազմը անխուսափելի է։ Տեսեք, երբ որ հրթիռակոծությունը սկսվի Իրանում ու այս հատվածը, որի վրա նշում եմ, որ պետք է գրավեն ամերիկացիները, սա շատ կարևոր մի բան է, որ լինի ամերիկյան վերահսկողության տակ։ Բայց երբ որ սկսվի Իրանի հրթիռակոծումը ու սկսվի քաոս, այս քաոսից անպայման փորձվելու են օգտվեն և Թուրքիան, և Ադրբեջանը։ Ոչ թե ես խոսում եմ հիմա հարձակում Սյունիքի վրա, սրա մասին բոլորդ գիտեք ու Հայաստանում սրան պատրաստված են։ Ես խոսում եմ հիմա մի բանի մասին, որի վրա հնարավոր է ուշադրություն չեք դարձրել։ Բացառված չի, այսինքն ոչ թե բացառված չի, այլ հենց հավանական է, որ արդեն Թուրքիան ու Ադրբեջանը ունեն ծրագիր, որ Իրանի վրա հարձակման դեպքում Ամերիկայի կողմից, Ադրբեջանը այս կողմից, Թուրքիան այս կողմից փորձելու են հենց Իրանի այս հատվածը իրանք վերցնեն իրանց վերահսկողության տակ։ Որովհետև եթե իրանք կարողանան սա իրականացնեն, այս հատվածը, որ ես ցույց եմ տալի, որ երազիս մեջ տեսել էի, որ ամերիկացիները վերցրել են իրանց վերահսկողության տակ, այս նույն տարածքի վրա նկրտումներ ունեն և Թուրքիան, և Ադրբեջանը։ Եթե իրանց հաջողվի այս հատվածի վրա վերահսկողություն վերցնեն, իրանց ռազմական ուժերը ստեղ տեղադրեն ու զավթեն այս հատվածը Իրանի, նշանակում է Հայաստանը նույնպես հայտնվեց Իրանից կտրված վիճակում։ Սա նույն բանն է լինելու, ինչ որ Սյունիքի միջանցքի դեպքում։ Սա արդեն Իրանի տարածքն է, բայց սա նույն Սյունիքի արժեքն ունի, որովհետև նպատակային իրանք կտրում են Իրանից Հայաստանը։ Հայաստանը կտրվելով Իրանից հայտնվում է նույն շրջափակման մեջ, Թուրքիա, Ադրբեջան այս հատվածը ամբողջությամբ իրանց վերահսկողությունն է լինելու,
Եվ նույն վտանգը, որ կախված է հիմա Հայաստանի գլխին, եթե մենք կորցնենք Սյունիքը, սա նույն բանն է, որ Իրանի այս հյուսիսը, եթե հանկարծ անցնի թուրք-ադրբեջանական վերահսկողությանը, ինչը իրանց նպատակն է եւ նույն Օսմանյան կայսրության ստեղծման ծրագրի մեջ է, Հայաստանը նույնն է, որ հայտնվեց նույն կարգավիճակում, ոնց կլիներ Սյունիքի կորցնելու դեպքում։ Կապը կտրվում է Իրանի հետ ու Հայաստանի հետ մնում է միակ ճանապարհը դեպի Վրաստան, ինչը որ կարելի է ասել շատ սահմանափակ հնարավորություններ է տալի Հայաստանին, ամբողջությամբ հյուսիս-հարավ ծրագիրը խափանվում է ու Հայաստանը կարելի է ասել հայտնվում է շրջափակման մեջ։ Սա ինչ որ հիմա ասեմ, շատ լուրջ վտանգ է, հավասարազոր նույն վտանգին, ինչ որ Սյունիքի կորցնելու դեպքում կամ Սյունիքի միջանցքը ստեղծելու դեպքում։ Սա ասելով ինչ եմ ուզում ասեմ։ Եթե Իրանը հայտարարում է, որ Սյունիքի միջանցքը մեր համար կարմիր գիծ է, սահմանների փոփոխությունը Սյունիքում կյանքի հարց է Իրանի համար, նույն ձևով Իրանի հյուսիսային հատվածի զավթումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նույն ձևով կարմիր գիծ է Հայաստանի համար։ Ես չգիտեմ հիմա Հայաստանը ինչ կարա ձեռնարկի այս ուղղությամբ, բայց ամեն դեպքում պետքա այս մարտահրավերներին պատրաստ լինի։ Տեսեք, իմ տեսած երազում ամերիկա-իրանական հակամարտության արդյունքում, պատերազմի արդյունքում այս հատվածը ամբողջությամբ գրավել էին ամերիկացիները և զրկել էին Ադրբեջանին Թուրքիայի հետ միանալու հնարավորությունից ու հետագայում այս հատվածը միացրեցին Հայաստանին, զրկելով Թուրքիային ու Ադրբեջանին իրանց երազանքից Օսմանյան կայսրության վերածնման գաղափարից։ Բայց այս նույն ցանկությունը ունի Թուրքիան ու Ադրբեջանը այս ծրագիրը իրականացնելու։ Ես տեղեկացնում եմ սատանայի ծրագրերի մասին։ Ես սա ասելով բնական է բոլորին եմ տեղեկացնում այն մարտահրավերների մասին, որ կա այս հատվածում և սրա մասին ամերիկացիները գիտեն, դե Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ցանկություններն է հիմա, որ ես բացահայտ ասում եմ, ես Հայաստանում հույս ունեմ, որ նույնպես սա հասկանում են, գիտակցում են ու որոշակի առումով այս ուղղությամբ քայլեր արվում է։ Ինչքանով Հայաստանը կարող է օգնի Իրանին այս հարցում չգիտեմ, բայց Ամերիկայից այդտեղ շատ բան է կախված, եթե Ամերիկան իրոք հայտարարում է, որ ինքը գալիս է քրիստոնեական արժեքները պաշտպանելու, ամեն գնով պետք է խափանի, որ այս պատերազմի արդյունքում, որ ինքը սկսելու է Իրանի հետ, հանկարծ դրանից Թուրքիան ու Ադրբեջանը չօգտվեն։ Սա Ամերիկայի համար շատ կարևոր է, որ ինքը չլինի թե միամտաբար սատանայի ջրաղացին ջուր լցնի։ Ինքը պետք է ամբողջությամբ վերահսկի իրավիճակը, որպեսզի խափանի և Իրանի ուժեղացումը, որը ուղղված է Իսրայելի դեմ, և միաժամանակ իր այդ ռազմական գործողությունների արդյունքում պետք է խափանի թուրք-ադրբեջանական մերձեցումը Իրանի տարածքով։ Ես օրհնում եմ Աստծու կատարյալ կամքի իրականացումը, օրհնում եմ Ամերիկային, որ Ամերիկայի ձեռքով խափանվի Օսմանյան կայսրության ծրագրերը, որ խափանվեն Իրանի նկրտումները Իսրայելի հանդեպ, երբ որ այս տարածաշրջանը ամբողջությամբ առանձնացված, Ամերիկայի ձեռքով գրավված, հետագայում միանա Հայաստանին, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանի հարավային մասն է, սա անելով ամերիկացիները կիրականացնեն Աստծու կամքը, Աստծու տեսիլքը, Երեմիա 51:27-ը, որտեղ Աստված կոչ է անում ազգերին զինելու, պատրաստելու մինին Արարատն ու ասքանազը։
Ես օրհնում եմ Ամերիկային, որ ինքը իր քաղաքականությունը ու ռազմական գործողությունները ճիշտ վարի ու դա ծառայի Աստծո տեսիլքի իրականացմանը, որ դա իրոք լինի Աստծո կամքի կատարումը ու օրհնությունը Աստծո կամքը կատարողի վրա։ Եվ հանկարծ եթե ամերիկացիները փորձեն շեղվեն իրանց նպատակից Աստծո կամքը իրականացնելու փոխարեն այլ ծրագիր փորձեն իրականացնեն, թող Աստված վերահսկի իրավիճակը ու հանդիմանի Ամերիկային, եթե հանկարծ կփորձեն Աստծո կամքը կատարելու փոխարեն գնան իրանց ցանկությունների հետևից, նույնն է, որ կատարեն սատանայի կամքը։ Հայր, ես օրհնում եմ քո կամքի իրականացումը ու ամեն բան հանձնում եմ քո կատարյալ վերահսկողության մեջ։ Բոլոր այս երկրերին, որ կան մեր տարածաշրջանում, որ լսել են ուղերձը, որ զինեն ու պատրաստ են մինին Արարատն ու Ասքանազը, որ հնու հնազանդ ձևով իրականացնեն քո խոսքը, քո կամքը, քո փառքը հանգչի իրանց վրա, իրանց հնազանդության պատճառով։ Բայց եթե քո կամքին հակառակ գործողություններ են կատարվելու, քո արդար դատը լինի բոլորի վրա, ովքեր որ անարգում են քո կամքը ու փորձում են քո անունը օգտագործելով իրանց ծրագրերը տանեն առաջ ու իրանց փառքը բարձրացնեն։ Քո հրեշտակներն եմ արձակում քո կամքի իրականացման համար, քո տեսիլքի իրականացման համար, քո հրեշտակներին հրեղեն սրերով, որ վերահսկեն ու պաշտպանեն մինի Արարատի Ասքանազի թագավորության վերածնունդը ու դրան հակառակ ցանկացած գործողության դեմ, որ արդար ու խիստ դատաստան իրականացնեն քո կամքը անարգողների վրա։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ քո զորավոր ծրագիրը քո զորավոր ձեռքով իրականացնում ես քո երկրի վրա, որ խոսել ես մինին Արարատն ու Ասքանազը, իսկ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը ու Ռուսաստանը, որ հստակ ստացել են ուղերձը բաց թողելու Հայաստանի տարածքները ու մինչև հիմա հակառակված են քո կամքին, ուրեմն իրանց հետ վարվիր ընենց, ոնց իրանց որոշումով նախընտրել են, որ դու իրանց հետ վարվես։ Իրանք, որ փորձում են Հայաստանի տարածքը պահեն գերության մեջ, իրանց երկրերում թող գա մասնատումը ու բաժանումը ու քայքայումը, որպեսզի գիտակցեն ինչ է նշանակում քո կամքին հակառակվելը։ Օրհնում եմ քո կատարյալ կամքի իրականացումը Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։